Երկու ամսից Հայաստանում հերթական խորհրդարանական ընտրությունն է նախատեսված։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն ավելի քան 21 քաղաքական ուժի ընտրությանը մասնակցելու հայտ է ստացել։ Իսկ ինչ կլինի, եթե հունիսի 7-ին ոչ մի քաղաքական ուժի չհաջողվի հավաքել 52% ձայն։ Հայաստանում հնարավոր է ձևավորվի մի իրավիճակ, երբ ընտրությունների արդյունքները չեն տա հստակ պատասխան, ով պետք է ձևավորի իշխանությունը։ Եթե որևէ քաղաքական ուժ չկարողանա ստանալ խորհրդարանում կայուն մեծամասնություն, երկրում կգործարկվի երկրորդ փուլի մեխանիզմը։ Ուշադրություն պետք է դարձնել կայուն մեծամասնություն եզրույթին։ Կայուն մեծամասնությունը մեր սահմանադրության պահանջն է 89-րդ հոդվածի, որովհետև սահմանադրությունը նախատեսել է, որ ցանկացած պարագայում, երբ որ ընտրություններ են տեղի ունենում, ազգային ժողովում պետք է լինի կայուն մեծամասնությունը։ Կայուն մեծամասնությունը սկզբնապես, երբ որ ընտրական օրենսգիրքը ընդունվում էր 54% մանդատի մասին էր խոսում, 2021 թվականի ընտրական օրենսգրքի փոփոխություններից հետո այդ մեծամասնությունը հիմա 52%-ին է հավասարեցվել։ Ընտրությունը երկրորդ փուլ տեղափոխելու սցենարը գործի է դրվում այն դեպքում, երբ ընտրություններից հետո ոչ միայն որևէ ուժ չի հաղթահարում անհրաժեշտ 50%-ի շեմը, այլև քաղաքական ուժերը չեն կարողանում ձևավորել կոալիցիա։ Երբ որ չկա այդ մեծամասնությունը, այդ դեպքում կա հնարավորություն կառուցելու այդ կոալիցիան։ Կոալիցիայի ստեղծման անհնարինության պարագայում է միայն, որ մեր ընտրական օրենսգիրքը նախատեսում է երկրորդ փուլի անցկացում։ Կարող է այնպես լինել, որ նաև այն պոտենցիալ կոալիցիայի տեխնացուները, որոնք կարող էին կոալիցիա ձևավորել, համաձայնության չգան տեխնացուի վերաբերյալ, չնայած նրանք գումարային առումով ունեն հնարավորություն ձևավորելու ուրեմն նոր կառավարություն, այսինքն պայմանավորվելու վարչապետի շուրջը, որը հետագայում այդ կառավարությունը ձևավորելու է։ Այդ դեպքում ընտրապայքարը տեղափոխվում է երկրորդ փուլ, որտեղ մրցում են առավելագույն ձայներ հավաքած երկու ուժերը, բայց այս անգամ ընտրողները ոչ թե թիմերի, այլ թիմերի վարչապետի տեխնացուների միջև պիտի ընտրություն կատարեն։ Ի տարբերություն առաջին փուլի, երկրորդ փուլի քվեաթերթիկը ուղղակիորեն նշում է, թե առաջին տեղը զբաղեցրած ուժի վարչապետի տեխնացուն ով է, եւ երկրորդ տեղը զբաղեցրած ուժի վարչապետի տեխնացուն ով է, եւ ըստ էության տեղի է ունենում վարչապետի ուղղակի ընտրություն։ Երկրորդ փուլի իմաստը հենց վարչապետին որոշելու մեջ է կայանում։ Քաղաքագետների գնահատմամբ երկրորդ փուլը կարող է էականորեն փոխել քաղաքական տրամադրությունները։ Եթե առաջին փուլում ընտրողը կարող էր քվեարկել իր նախընտրած ուժի օգտին, ապա երկրորդ փուլում հաճախ ստիպված է ընտրել ոչ թե լավագույնը, այլ ավելի ընդունելին։ Ըստ նրանց անհրաժեշտ է չհասնել երկրորդ փուլին։ Եթե ընդդիմադիր ուժերը չկարողանան խնդիր լուծել առաջին փուլով, հազիվ թե երկրորդին հնարավոր լինի որևէ խնդիր լուծել։ Միևնույն ժամանակ այս մեխանիզմը նախատեսված է քաղաքական կայունություն ապահովելու համար։ Երկրորդ փուլում հաղթող ուժը ստանում է հավելյալ մանդատներ, որպեսզի ձևավորվի կառավարություն առանց երկարատև բանակցությունների եւ անկայուն կոալիցիաների։ Գործում է ոչ այնքան խորհրդարանական սկզբունքը, որքան այո, հենց հաղթողի եւ պարտվողի սկզբունքը։ Եվ եթե առաջին փուլում օրինակ կա տարբեր կոնֆիգուրացիաներով հաղթելու հնարավորություն, երկրորդ փուլի պարագայում այստեղ կա շատ պարզ, այսպես եզրափակիչ տրամաբանությամբ հաղթող եւ պարտվող։ Եվ այդ դեպքում ընդդիմությունը, եթե առաջինում չի կարողանում լուծել խնդիրներ եւ հարցը մնում է երկրորդին, ես կարծում եմ միարժեք հայտնվելու է պարտվելու ռիսկի ներքո։ Սակայն կա նաև հակառակ դիտարկումը, քննադատները նշում են, որ նման համակարգը կարող է արհեստական մեծամասնություն ստեղծել, ամբողջությամբ չարտացոլելով ընտրողների իրական տրամադրությունները։ Այսպիսով հնարավոր երկրորդ փուլը ոչ միայն իրավական ընթացակարգ է, այլ նաև քաղաքական նոր պայքար, ավելի կոշտ, ավելի բևեռացված եւ հաճախ ավելի կանխատեսելի ավարտով։ Եթե ընտրությունները չտան հստակ հաղթող, քաղաքական պայքարը պարզապես չի ավարտվի, այն կտեղափոխվի երկրորդ փուլ։ Սեդա Մակարյան, Մհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։